Ողջույն սիրելի ունկնդիրներ, Բելգահայի եթերում առաջնագծում հաղորդաշարն է եւ ձեզ հետ է Արմինե Հարեյանը։ Մենք շարունակում ենք ներկայացնել մեր համայնքում տեղի ունեցող միջոցառումները եւ այն մարդկանց, ովքեր հանգեցնում են մեր համայնքի մշակութային եւ սոցիալական կյանքը։ Այսօր իմ հյուրերն են մեր համայնքի կողմից շատ սիրված Մարիա Հակոբյանյանը եւ շատ հայտնի երաժիշտ, բոլորիս կողմից սիրված Վարդան Հովհաննիսյանը։ Իսկ թե ինչն է կապում մեզ երեքիս այս հաղորդման շրջանակներում, հիմա կիմանանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մարիա, երևի հիմնականում սկսենք քեզանից, որովհետև համերգի կազմակերպիչներից մեկն եք դուք հանդիսանում եւ ներկայացնում եք նաեւ կարծեմ թե Բելգահայ ռադիոն։ Մի երկու խոսքով կարող ես ասել ինչից սկսվեց համերգի, ինչպես առաջացավ համերգի գաղափարը եւ ինչից սկսվեց ամենաառաջին քայլերը։ Համերգի գաղափարը վաղուց կար, ճիշտն ասած, որովհետև անկեղծորեն ես գտնում եմ, որ մենք Բելգիայում հատկապես բերում ենք միշտ Հայաստանից երաժիշտներ ու վայելում ենք իրանց երաժշտությունը, բայց մեր լոկալ տաղանդներին այդքան էլ չենք գնահատում կամ գնահատում ենք, բայց իմ կարծիքով ոչ այդ աստիճանի։ Միտքը վաղուց էր ուղեղիս մեջ Վարդանի հետ համերգ կազմակերպելը, բայց առիթը չէի գտնում, ճիշտն ասած։ Ու առիթը Վարդանը տվեց իր երաժշտական գործունեության 40-ամյակը, ինչ ուրիշ ավելի լավ առիթ։ Եվ ինչպես միշտ զվանոկ դրուգու զանգեցի Արային Յուլիաննային, ասեցի սենց պահ կա, հետո զանգեցինք Վարդանին, իրան համոզել ամենաբարձն էր, ճիշտ ասած։ Ճիշտ ասած, Մարիա, կներես, որ ընդհատում եմ քեզ, բայց մենք միանգամից անցանք համերգին, բայց առանց նշելու, թե ինչ համերգի մասին է խոսքը։ Երևի մի անգամ ես էի մեղավոր, ես մոռացա, բայց երևի մի անգամից ասեց ինչ համերգ է, երբ է տեղի ունենալու, որտեղ եւ ինչպես կարող ենք տոմսերը ձեռք բերել։ Արմինե ջան, ես միշտ մտածում եմ, ասում եմ այդ Facebook-ում ժողովուրդը երևի իմ հետ ընկեր չեն ուզում դառնան։ Ես այնքան եմ ողողում այդ ցանցերը տարբեր բաներով, որ բայց դեռ լավ է, դեռ ընկերներ մնում են Facebook-ում։ Ուրեմն համերգը նվիրված է Վարդան Հովհաննիսյանի երաժշտական գործունեության 40-ամյակին, եւ մենք ցանկացել ենք ներկայացնել մեր սիրելի վարպետին իր կողքի միշտ գտնված իր կողքում երաժիշտների հետ եւ բացառիկ հնարավորություն ունենք ունենալ համերգ, որում համախմբվում են մի քանի տաղանդավոր երաժիշտներ եւ խմբեր։ Ունենալու ենք Արաքս խումբը, ունենալու ենք Տարոն ֆոլկ անսամբլը եւ ունենալու ենք Անուշ Տերտերյանին մեզ հետ եւ ունենալու ենք իհարկե Նեմրութ բարային համույթը։ Համերգը տեղի է ունենալու Մեխելեն քաղաքում հոկտեմբերի 4-ին ժամը 5-ին եւ տոմսերը վաճառվում են europe.ticket.bi կայքում։ Շնորհակալություն, իսկ հիմա անդրադառնանք միանգամից մեր համերգի գլխավոր մեղավորին, այսպես ասած, Վարդան, եթե հետադարձ հայացք նետենք ձեր 40 տարվա գործունեությանը, կարող եք ասել որն էր այն պահը, որը համարում եք ձեր երաժշտական գործունեության ամենաբեկումնային պահը։ Նախ բարև ձեզ, ամենաբեկումնային պահը նա էր, որ ես որոշեցի նվագել, բայց կային խոչընդոտներ, ես Մարիշին պատմել եմ արդեն մի անգամ, եթե մարդուն ասում ես, որ կամոտ չի ստացվի, ինքը փորձում ամեն ինչ անի, որ ստացվի, դեռ երեխա էի փոքր, 11-12 տարեկան, որ ակարդեոն էի նվագում, մի բարեկամ ունեինք, լսեց ասեց, չէ, ես երեխուց երաժիշտ դուրս չի գա, լավա թող թագի։ Ու տենց ոնց որ իմ մեջ հասնացեց, որ ես չէ պետքա դառնամ, պետքա ապացուցեմ, որ ես երաժիշտ եմ դառնալու։ Սան այդ տեսեք ասեցիք ակորդեոն, բայց դուք այսօր դուդուկահար եք։ Ինչու ընտրեցիք դուդուկը։ Որներ են առաջին պահը, որ սիրահարվեցիք դուդուկին։ Ուրեմն ես սկսել եմ ակարդեոնով, պիանոր պալատկային էր ժամանակ հիշեք, հետո մի հատ լավ մանկավարժ կար, որը գալիս էր մեր բակ եւ քանի մասնավոր աշակերտների հետ պարապում էր։ Ինքը ամեն գործիքից մի քիչ գիտեր թար, շվի, դհոլ, ակարդեոն ու այդ մարդու շնորհիվ էլի նորից ես մի տարի չնվագեցի այդ ասացից հետո որ լսեցի ես չեմ դառնա, բայց այդ մարդը նորից սեր մցրեց իմ մեջ Մանուկյան Հրանտը ուրեմն ու տենց շվի վերցրեցի սկսած նվագել ու դուրս շատ եկավ շվին ու տենց հետո ասեց չէ եթե ուզում ես առաջ գնաս պետք է վարպետի մոտ գնանք որ քեզ ավելի
լավ սովորացնի, գնացինք էլի լուսահոգի Խաչիկ Խաչատրյան, Բժնեցի Խաչիկ, շատ լավ մարդ, շատ լավ մանկավարժ իր մոտ ու երևի շատ կարևոր բան է, որ հանդիպում ես լավ մանկավարժի, որ սեր է մտցնում ու հիմնական պատճառը ինքն է եղել։ Շատ լավ, Վարդան, եթե նախ շնորհակալություն, որ համաձայնվեցիք այս համերգին, ես պատկերացնում եմ, որ դուք արդեն բավականին շատ զբաղված գրաֆիկ ունեք, բայց նաև ես անձամբ շատ եմ մասնակցել ձեր համերգներին, ես գիտեմ, թե ինչքան հաճելի է եւ կարևոր է մեր համայնքի համար ունենալ ձեր նման արտիստների համերգները, այստեղ նաև տարբեր արտիստներ են մասնակցելու եւ նաև դուք ձեզ կոպիտ ասած ներկայացնելու եք ձեր 40 տարվա գործունեությունը, արդյոք դա շատ մեծ պատասխանատվություն չէ եւ ինչպես է կարողանում այդ սթրեսը հաղթահարել, եթե կա այդպիսին։ Ստրես միշտ կա համերգից առաջ, բայց ստրեսը արդեն հաղթահարել ենք, որովհետեւ սա երրորդ համերգն է լինելու 40 բեմի վրա 40 տարի ու առաջինը Music Public կազմակերպությունը կազմակերպեց, Մարիշը ներկա եղել համերգին ու դա բացառիկ հնարավորություն էր, որովհետև ես ընկերներ ունեմ, որոնք ապրում են Հոլանդիայում ու շատ լավ տաղանդավոր երաժիշտներ, մենք միասին ենք սովորել ու մի մասը այս պահին ժամանակի բերումով չեն նվագում կամ ուրիշ գործով են զբաղված, դա առիթ հանդիսացավ, որ հրավիրեմ ու միասին այդ 40 տարին միասին, որովհետև միասին ենք սովորել 40 տարի առաջ Ռոմանոս Մելիքյանում ու հիմնականում դա էր պատճառը ու Մարիշի հիմնականում Մարիշը ամեն ինչը կազմակերպեց ու տենց հիմա երրորդ համերգը պետք է տանք։ Շնորհակալություն Վարդան, Մարիա, անդրադառնանք եւս մի անգամ քեզ, այս համերգը միայն երաժշտական երեկո չէ, այլ նաեւ հարգանքի տուրք է արվեստագետի երկարամյա գործունեությանը։ Այս համերգը կազմակերպելով ինչ ուղերձ եք ուզում փոխանցել հանդիսատեսին եւ ինչու նաեւ հանդիսատեսը ներկայացնում է տարբեր սերունդներ, ինչ ուղերձ եք ներկայացնում նաեւ սերունդներին։ Ուզում եմ փոքրիկ ուղղակի ինֆորմացիա մտցնել, իսկ թվում է մենք չխոսացինք, այսօր Արան ու Լիաննան չեն կարող մեզ հետ մասնակցել, բայց հոգով մեզ հետ են ու այս համերգի միտքը իմն էր, բայց մշակութային մասը, ծրագիրը Լիաննայի եւ Վարդանինն է, որ ասում եմ ես միտքը տալիս եմ նշանակ դու էիր, կներես Մարիշյան, դու էիր ու Լիաննան միասին եք, որ շարայիդ միասին։ Ես միտքը տալիս եմ Մերսի Վարդան ջան, ասում ես միտքը տալիս եմ, մյուսը մնացածը տառապում են։ Ես պատասխանատվություն եմ համար, համերգ կազմակերպելը գիտես, դա իմ գործը չի, ես խուսափում եմ, ես Մեծ հաճույքով, ասում ես իմ գործը անեմ, որ դու փայլ ես։ Ես Վարդանի հանդեպ անկարդեր չեմ, իր արվեստի հանդեպ, իր ոնց ասում, իր ներգրավվածության այս համայնքի մեջ, այն ամենի համար ինչ որ ինքը արել է անվճար եւ ոչ առանց ոչ մի բան սպասելու այս համայնքից ու տարիների վեր։ Նու ես իրան 25 տարի եմ ճանաչում, ինչև էլ ինքը ինձնից շուտ է եկել, իմիջիայլոց եթե մարդիկ կուզենան կարան լսեն մեր ինտերվյուն Մարիշի հետ, Վարդանի հետ, շատ հետաքրքիր ինտերվյու էր ու ես էլ շատ լավ բաներ բարձեցի հետաքրքիր իմացա Վարդանից։ Արմինե ջան, իմ նպատակը գիտես ինչն է, իմ նպատակն է, որ մենք կարողանանք ճիշտ մշակույթը ներկայացնել մեր սերունդներին ու այդ մշակույթի ժամանակ խմբավորել բոլոր տարիքները, օրինակ ես հիմա վերցնեմ Գինոսյանի, ասենք, թե որտեղ Նեմրութը ու Գինոսյանի բարի խմբի հետևորդներն են, ասենք այդ ուրբաթ օրերը Հայաստանում, երբ որ դու նայում ես, փոքր մեծ, բոլորը իրար հետ վայելում են։ Հիմա մենք երջանիկ ենք, որ Բելգիայում, փոքրիկ երկրում ունենք տաղանդավոր երաժիշտներ։ Ու իմ նպատակն է, որ մենք կարողանանք առաջնություն տանք մեր տեղի տաղանդավոր երաժիշտներին, որոնք գնում են ուրիշ տեղեր համերգներ են տալիս, իսկ մեր մոտ այդ հարթակը այդքան լավ չի ներկայացվում, էլի իրանց համար, դրա համար իմ նպատակը դա էր, բայց հատկապես ես ոնց որ միշտ ասում եմ, ես շատ էգոիստ մարդ եմ, ես իմ մասին եմ մտածում, ես շատ եմ ուզում ունենայի համերգ, գնայի համերգ բոլոր այդ երաժիշտների մասնակցությամբ, իսկ քանի որ իրանք չէին անում, որոշեցի, որ միտքը տամ, այդքան մի բան։
Մարիա, այնքան շատ ճիշտ մի նախադասություն ասեցիր, որ դու քո նպատակն է ներկայացնել ճիշտ երաժշտությունը, շատ ճիշտ ասեցիր, ճիշտ հայկական երաժշտությունը, ու ես այնքան ուրախ եմ, որ կան քո նման մարդիկ, որոնք հատկապես մտածում են այս մասին, այսինքն պետք է ներկայացնել ճիշտ հայկական երաժշտությունը։ Վարդան, դուք տարիների ընթացքում տարբեր բեմերում եք նվագել, տարբեր սերունդների, տարբեր ազգերի ներկայացուցիչների համար, ինչն է շարունակում ոգեշնչել ձեզ ստեղծագործել եւ մնալ նաեւ հավատարիմ ձեր երաժշտությանը, որտեղ միշտ նույն երաժշտությամբ եք հանդես գալիս։ Նույն ոճով նկատի ունեմ։ Արմինե ջան, երաժշտությունը դա իմ աշխատանքն է։ Ես աշխատում եմ երաժշտությունով, ես սիրում եմ իմ գործը, նախ երկրորդ հարցը չլսեցի, ինչ։ Ինչ է ոգեշնչում ձեզ եւ մնալ հավատարիմ։ Շատ կարևոր բան է հանդիսատեսի էներգիան, երբ որ համերգ ես տալիս, դու այդ էներգիան զգում ես, այսինքն դու փոխանցում ես քո էներգիան, ու այդ էներգիան դու ինքդ զգում ես, թե ծափահարությունները, այդ ամեն ինչը մեծ քեզի ոգևորություն է տալի, որովհետեւ շարունակես քո գործը։ Զգում ես, որ դու գնահատված ես, քեզ սիրում են, քեզի լսում են։ Շատ լավ, իսկ եթե օրինակ վերադառնայր այն 12 տարեկան Վարդան տղային, որը նախ եւ առաջ ստացավ, այսպես ասած, մի հատ խորհուրդ, որ քեզանից երաժիշտ դուրս չի գա, եւ հետո դու խոցեցիր այդ ամեն ինչը, գնացիր առաջ, ինչ խորհուրդ կտայր այդ երիտասարդին։ Ես խորհուրդ կտայի, որ երբեք չհուսահատվել, եթե ես հիմա նույնիսկ եթե սկսեի, կընտրեի այս ճանապարհը, որտեղ երաժշտի ճանապարհը շատ հետաքրքիր ճանապարհ է, ու շատ հետաքրքիր կյանք է երաժշտի կյանքը, բայց աշխատասիրություն է պետք ամեն դեպքում։ Այդ ամեն ինչին ես հասել եմ աշխատասիրությամբ։ Առանց աշխատասիրության չես հասնի ոչ մի բանի։ Ես խորհուրդ կտայի, որ չընկճվեն, եթե ինչ-որ մեկը նույնիսկ բացասական խորհուրդ է տալի, թող չլսեն, թող եթե ցանկություն ունեն, թող շարունակեն։ Վարդան ջան, մի ուրիշ հարց էլ կար, որ ինձ միշտ հետաքրքրել է եւ ինչքան օրինակ մեր երիտասարդ սերունդի մեջ մեր հայկական ժողովրդական գործիքները, հայկական ժողովրդական երաժշտությունը շատ դժվարությամբ ենք կարողանում հետաքրքրություն առաջացնել դեպի այդ գործիքները, հետաքրքրություն առաջացնել դեպի այդ երաժշտությունը, ինչ խորհուրդ կտայիք, ինչպես անել եւ երաժիշտներին եւ երիտասարդներին, որպիսի նրանք հետաքրքրված լինեն այդ գործիքներով եւ այդ գործունեությունը, այսպես ասած, տարիների ընթացքում հատկապես Սփյուռքում չկորի։ Հիմնականում դա լինում է ընտանիքից, այսինքն կրթության հետ է կապված։ Եթե նայած տեսնես տանը ինչ է լսում այդ երեխան, ծնողները ինչ երաժշտություն են լսում, այսինքն իմ խորհուրդով չի լինի, պետքա ինքը դաստիարակվի երաժշտությամբ, պետքա այդ մշակույթը, կուլտուրան ինքը ձեռք բերի տանից։ Հետո նոր ինքը ընտրի։ Իսկ ինչ վերաբերում է մաքուր երաժշտությունը, բոլոր ժամանակներում ոչ միայն մեր ժողովրդական նվագարանները կամ երաժշտությունը, միշտ լավ երաժշտությունը լսելն ավելի քիչ մասաները, քան թե մեծ մասաները լսում են ավելի ուրիշ երաժշտություն, ինձ թվում է։ Ամբողջը գալիս է կրթությունից, ինձ թվում է։ Դուք սրտի շատ ճիշտ եք։ Այո։ Ես ունեմ մի ուղղակի այստեղ ավելացնեմ, Վարդանը մեր երաժշտությունը ոչ թե միայն պահպանում ու տարածում է հայկական մշակույթի մեջ կամ հայերի մեջ, այլ նաև բելգիացիների եւ օտարերկրացիների միջև, որովհետեւ ինքը նաև դասավանդում է դուք ու իր աշակերտների մեծամասնությունը օտարերկրացիներ են, որոնք ինքը վարակում է 99%-ը 99%-ը եվրոպացիներ են։ Այսինքն հայերը գալիս են, քիչ սովորում են, բայց թամբալություն են անում, չեն աշխատում։ Բայց ես էլ պարտադրում եմ, ես սիրում եմ, որ եթե ընտրել ես այդ գործը, պետք է աշխատես, պետք է սիրես ու պետք է դրանով ապրես։ Եթե չէ, պետք է միջին մի բան դառնաս, պետք չի։ Բայց բելգիացիները ունեմ աշակերտներ բավականին մեծ, 73 տարեկան տատիկ ունեմ, որ տարեվերջյան համերգին ասեցի դու պատրաստ չես կարա բեմ դուրս գաս նվագես, ինքը մի շաբաթում ունես պարապեց, եկավ ու ինձ համոզեց, որ ինքը պատրաստ է, բացացա բեմ նվագես միասին։ Հաստատ երբեմն լավ է, հա, որ մարդկանց ասես չես կարա, մոտիվացիան բարձրանում։ Չէ, չեմ ասել չես կարա, ասել եմ պատրաստ չես։ Պատրաստ չես, հա։ Իսկ հայ երեխա կար, եկավ ասեցի պետքա պարապես, պետքա, ես ասի, եթե դու ես մի ամիս եկել ես դասի, չես պարապում, ես ինչ սովորացնեմ քեզ, պետքա պարապես, որ ես կարողանամ օգնեմ քեզ, որ առաջ գնանք։ Այո։
Իրականում, գիտեք, իրականում շատ ուրախալի է, որ ոչ հայերը, ձեր աշակերտների 90%-ը ոչ հայերն են, բայց մյուս կողմից էլ ցավալի է, որ հայերը այդքան էլ հետաքրքրված չեն մեր երաժշտական ազգային գործիքներով։ Եվ Ճիշտ է, այո։ շատ ճիշտ ասեցիք, կրթությունը շատ կարևոր է, ընտանեկան դաստիարակությունը շատ կարևոր է, բայց նաև կարևոր է նման համերգների առկայությունը, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել երկուսիդ, Մարիա քեզ եւ Վարդան ձեզ այս համերգը կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Շատ ուրախ եմ եւ ավարտին ուզում եմ ասել, որ բոլորդ եկեք այս համերգին, մասնակցեք անպայման եւ համերգին ականատես եղեք, որտեղ սա մեր ազգային մշակույթի, ազգային տարրերի պահպանման տեսակներից մեկն է եւ համայնքում օտարերկրյա համայնքներում այս էլեմենտները շատ կարեւոր են։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ կազմակերպում եք այս համերգը։ Արայի Իլյաննայի ականջն էլ կանչի, բոլորիցդ շատ շնորհակալ եմ։ Եվ Բելգիա ռադիոյի, Մարիան որպես Բելգիա ռադիո աստեղ։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ այս ամեն ինչը կազմակերպելու համար, խոր կտամ գան լսեն, շատ հետաքրքիր համերգ է լինելու, ազգային, որտեղ որ Նեմրութը կա արդեն ազգայինը, որտեղ որ Անուշը կա ազգայինը, Արաքսը կա, Տարոն խումբը կա, լավ համերգ է լինելու։ Այո, եկեք բոլորով միացեք մեզ եւ եկեք բոլորով շնորհակալություն հայտնենք մեր վարպետին, որ 40 տարի է շարունակում է եւ սփռում է իր վարակիչ սերը դեպի իր երաժշտությունը։ Քեզ շատ շնորհակալություն Արմինե ջան, այս հաղորդման համար ու մեր համայնքին տեղյակ պահելու համար բոլոր միջոցառումների մասին, որոնք տեղի են ունենում։ Շնորհակալություն։ Սիրելի ունկնդիրներ, ինչպես արդեն հասկացաք, հոկտեմբերի 4-ին Մեխելեն քաղաքում տեղի է ունենալու Վարդան Հովհաննիսյանի 40-ամյա երաժշտական ուղու 40-ամյակին նվիրված մեծ համերգ, որին բացի Վարդան Հովհաննիսյանից մասնակցելու են նաև այլ ժողովրդական եւ արտիստներ, անպայման եկեք եւ մասնակցեք այդ համերգին։ Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, ես ձեզ ասում եմ հաջողություն, բայց մնացեք եթերում եւ վայելեք հայկական խոսքն ու երաժշտությունը հենց այստեղ Բելգիայում։ Եվ հիշեք, ձեր ամենալավ եւ ամենագեղեցիկ պահը գուցե ձեզանից ընդամենը մեկ ռիթմ է հեռու։ Կհանդիպենք, ցտեսություն։